Քննարկում ենք հարց համար 38-ը առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում բոնուսային միավորների հաշվարկման կարգը հաստատելու մասին հարցը զեկուցող առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենան Անուշյան, համեցեք տիկին Անուշյան։ Շնորհակալություն մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր ներկայացված կառավարության որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով առողջության համընդհանուր ապահովագրության օրենքի դրույթները։ Ինչպես հիշում եք, մենք օրենքով սահմանել էինք, որ ապահովագրված անձի առողջ ապրելակերպի խրախուսման նպատակով հաշվեն բոնուսային միավորներ, եթե տվյալ տարվա ընթացքում վերջինիս անունով բացի կանխարգելի ծառայությունից, այսինքն սկրինինգներից, այլ ապահովագրական հատուցում չի գրանցվել։ Այս դեպքում արդեն տարվա ավարտից հետո անձի բոնուսային հաշվին փոխանցվում են նախնական բոնուսային միավորները։ Միաժամանակ նաև հաշվի առնելով մեր բնակչության համար կարևոր հանրային առողջապահական ցուցանիշները, մենք սահմանել ենք նաև լրացուցիչ ցուցանիշներ, որ օրինակ, երբ ապահովագրված անձը հանդես է գալիս որպես կամավոր անհատույց արյան դոնոր կամ առողջության առաջնային պահպանման բժշկի կողմից գրանցվում են անձի առողջ ապրելակերպին միտված պարբերաբար բարելավող ցուցանիշներ, օրինակ մարմնի զանգվածի ինդեքսի նորմավորում, ծխելուց հրաժարում եւ այլն, ապա այդ դեպքում կիրառվում են նաև բոնուսների նկատմամբ լրացուցիչ գործողություններ, որոնք ավելի մանրամասն մենք սահմանենք արդեն եւ ընթացակարգերը եւ բոնուսների չափերը առողջապահության նախարարի հրամանով։ Պետք է նշեմ, որ սահմանել ենք նաև, որ վերջնական բոնուսային միավորները չեն կարող գերազանցել տարեկան ապահովագրական վճարի 10%-ը եւ այդ հավաքագրված միավորները տարին լրանալուց հետո արդեն կարող են օգտագործվել մի շարք նպատակներով։ Կարող են օգտագործվել ապահովագրավճարը վճարելու համար, կարող են օգտագործվել կամավոր բժշկական ապահովագրական փաթեթ ձեռք բերելու համար, կարող են վճարվել համավճարների վճարման համար եւ մի շարք եւ կարեւոր նաեւ պետք է նշեմ, չմոռանամ, որ օրինակ մարզասրահների, լողավազանների, նաև բաժանորդական վճարների համար։ Ավելացնեմ նաև, որ նախագիծ ուժի մեջ է մտնելու 2029 թվականի հունվարի 1-ից, սակայն նախնական այս հաստատումը մեզ հնարավորություն կտա ոչ միայն էլեկտրոնային գործիքը նախապատրաստել, այլ նաև աշխատանքներ անցկացնել եւ նախապատրաստական այդ աշխատանքները իրականացնել թե կամավոր բժշկական ապահովագրություն դրամադրող կազմակերպությունների եւ իհարկե մարզասրահների, լողավազանների հետ։ Շնորհակալություն։ Տիկին Անուշյան, այսինքն մենք հիմա չենք կարող նկարագրել մարդը ոնց է բոնուս ստանալու։ Իհարկե կարող ենք նկարագրել։ Այսինքն ոնց է բոնուս ստանալու մարդը։ Պարոն վարչապետ, ենթադրենք վերցնենք օրինակ ծխելու Օրինակ ծխելը թողեց մարդը, ոնց է բոնուս ստանալու։ Երբ որ առաջին այցը իրականացվում է իր ընտանեկան բժշկին կամ թերապևտին, այնտեղ դաշտ ունենք էլեկտրոնային, որտեղ պետք է գրանցի բժիշկը թե անձը ծխող է, թե չէ։ Երբ որ թողնում է ծխելը, ոնց ենք իմանում, որ թողել է։ Ուրեմն կան արագ տեստեր, թքի միջոցով հիմնականում շատ արագ կարող են իրականացվել, անձը մոտենում է իր առաջնային պահպանման օղակ, անցնում է այդ տեստը եւ բացասական արդյունքի դեպքում իր մոտ գրանցվում է, որ ինքը թողել է ծխելը։ Սակայն մեկ եւս գործիք օգտագործելու ենք, որ մի առժամանակ հետո 3 ամսվա ընթացքում իրեն գալու է SMS, որ խնդրում ենք վաղը կամ մոտակա 3 օրվա ընթացքում եւս մեկ անգամ մոտենալ եւ անցնել տեստ, որպեսզի այնպես հավաստվի, որ հաստատ թողել է ծխելը, որպեսզի այնպես չստացվի, որ թողնի ծխելը բոնուսները ստանա, հետո մյուս օրը նորից սկսի ծխել։ Այդ լավ է, որ 2029 թվից ենք ուժի մեջ մտնում, որովհետեւ հիմա ինչ որ նկարագրեցիք, ես ենթադրում եմ, որ ծխելը թողնելու զանգվածային տեսարաններ ենք ունենալու, մյուս կողմից ծխախոտի ներմուծման շարունակաբար եւ արտադրության շարունակաբար աճեր։ Ես ուրիշ մեխանիզմ եմ առաջարկել, երբ որ այս թեմաները քննարկում ենք, չնայած հիմա կարող է պարզվի, որ մարդու անձնական տվյալների մեջ պետք է կապել բանի քարտի հետ, բանկային քարտի հետ։ Մարդը ծխախոտ առնում է, թե չի առնում։ Այսինքն հիմա գնացինք ստուգվեցինք, բանի իմ տեղը հարևանից տարա, ենթադրենք կամ չգիտեմ ում տարա, կամ երեխային տարա, այդ լավ բան չի։ Շատ կոնկրետ օրինակ է պետք դնել, այն ժամանակ, երբ որ ես խնդիր եմ դրել այս համակարգը ստեղծել, ես առաջարկել եմ, որ կապվի անկանխիկ առևտրի հետ։
Այսինքն մարդու քարտուց ինչքան է ալկոհոլ ձեռք բերվել, ինչքան է ծխախոտ ձեռք բերվել։ Եթե նախորդող շրջանի վիճակագրության անկում ունենք, ընդ որում սա օբյեկտիվ ցուցանիշ է, որովհետև եթե ասենք օրինակ տատիկի քարտովա ծխախոտ ձեռք բերելու, այդ պետք է ինչ որ ձևով նախատեսենք, որ համենայն դեպս դա ավելի հետագծելի է։ Այդ մեխանիզմները այնքան կոռուպցիոն տեղեր են բացելու, դա լավ բան չի։ Եվ մենք կարող է պարզվի, որ այնքան փող ենք ծախսում այդ լաբորատոր անալիզների վրա, որ պրոբլեմ է։ Դա չի աշխատելու։ Եթե ելի եմ ասում, հիմա ինչ անում ենք, վերջը, որտեղ ուզում ենք ստվերը կրճատենք, պարզվում է մարդկանց անձնական տվյալներ ենք հավաքագրում, որ իրանց վերահսկենք, բայց եթե պարզվի, որ մեծ պրոբլեմ չի, որ մեզ բան անենք, տեսնենք մարդը ծխախոտ գնե վերջ պետք է առնի ծխախոտ, չէ՞։ Կամ այդ օբյեկտիվ, այսինքն անփոփոխելի տվյալների հետ է դա պետք կապել, որ եւ հետագծելի, որովհետեւ հետո կարող են գնալ ասել, բայ էս ինչ էր եւ այլն, էլի քրեական գործ, էլի ՊՎԾ, էլի բան, աղմուկ աղակ, կասի դե այն ժամանակ որ եկել է, չէր ծխում, հիմա ծխում է։ Ու սենց մի հատ փակ շրջանի մեջ կմտնենք։ Կամ սկզբնական շրջանում դնենք միայն այն բաները, այն չափանիշները, որոնք օբյեկտիվորեն բան են, այսինքն հետագծելի են։ Դա հնարավոր չի հետին թվով փոխել կամ ասել դե այն ժամանակ տենց էր, հիմա սենց է։ Որ համակարգ աշխատի, հակառակ դեպքում բան չի անի։ Այն ինչ որ նկարագրեցիք, իմ կարծիքով պրոբլեմատիկ է։ Բայց ասում եմ, լավա որ սկսում ենք հիմա process-ը եւ մինչեւ 29 թիվը ժամանակ ունենք, որ հասկանանք, թե ոնց կարող ենք մենք այդ խնդիրը լուծել, բայց գաղափարը շատ լավ գաղափար է եւ կարեւոր գաղափար է։ Այսինքն մարդը եթե մարզասրահ գնաց կամ այդ օբյեկտիվ ցուցանիշները մենք իրան տալիս ենք լրացուցիչ վճարամիջոց, այսինքն մարդը ջանքա գործադրում, ի առողջության ապահովագրության իր վճարը նվազում է եւ մի բան էլ մենք իրեն կամ տալիս ենք միավորներ, որով ինքը կարող է վճարել ամենատարբեր դեպքերի համար։ Եթե մենք օբյեկտիվ եւ վստահելի համակարգ ունենանք, կարելի է կիրառել ձևեր, երբ որ 10%-ից էլ նույնիսկ ավելի է, 15%-ա, 20%-ա, մարդը ինչքան է քայլելով, ինչքան է տեղաշարժվում քայլելով, ինչ ակտիվ ապրելակերպով ապրում է, թե չի ապրում։ Բարդ է խնդիրը հասկանում եմ, բայց իմ կարծիքով պոզիտիվ է եւ ռազմավարական առումով շատ, այսինքն այստեղ հարցը այն չի, դա անել թե չանել, հարցը այն է ինչպես անել, որ բանի մեջ վիճակագրության թղթի մեջ արտահայտվածը արտահայտի իրական կյանքում տեղի ունեցող process-ները։ Համեցեք մանգրիկ։ Վարչապետ, ես ավելի քան վստահ եմ, որ 29 թվին մենք ունենալու ենք հետեւյալ պատկերը, որը պիտի բոնուսներով սնենք։ Մարդիկ միևնույնն է, արդեն սկսում են շատ շուտով արագ տարածվելու է, որ կրելու են մոնիտորինգի սարք, որովհետև դա առողջապահության Եվս մի վերահսկողության պրոբլեմը է, բայց եթե մենք դա հաղթահարենք, պետությունը ինչ է ուզում, պետությունը ուզում է ծառայություն մատուցի այս համակարգի միջոցով, որովհետև ինչ վատ կլինի, եթե այդ սարքը կպած լինի բժիշկին ընտանեկան, բայց դա դուք չեք, այսինքն մենք բոլորս պիտի պատկերացնենք, որ ահռելի էֆեկտիվություն է տալիս, որովհետև ինքը այդ պոլիկլինիկաների, այդ այցերի, այդ չեկապների անիմաստ շրջանառությունը վերացնում է, փոխարենը ինքը ստանում է, համակարգը ստանում է ինֆորմացիա առողջապահական վիճակի մասին մարդու ամեն րոպե եւ ահազանգում է անմիջապես, եթե անոմալիա է տեսնում։ Ինչը որ վերջնական արդյունքում բացարձակ պետության ֆինանսական արդյունավետության հարց չի լուծում, մարդու առողջության հարց է լուծում։ Եվ եթե մենք կարողանանք հաղթահարել այդ բոլոր սխալ ընկալումները եւ գանք այդ մշակույթի, ես կարծում եմ իդեալական թվային համակարգ կունենանք եւ իդեալական ահազանգման համակարգ կունենանք, որ մարդը ոչ թե հիվանդանա գնա հիվանդանոց բուժվելու, այլ մարդը չհիվանդանա։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար